ավելի շատ ծրագրեր իրագործել եք Արցախում, թե Տաշիրում։ Ինչով էր առանձնահատուկ Արցախը ձեզ համար։ Արցախում մենք իրագործել ենք տեսանելի ծրագրեր եւ ավելի շատ ծրագրեր ենք իրագործել, ինչի մասին ժողովուրդը չգիտի եւ պետք էլ չի որ իմանա։ Ձեր շրջապատում ասում են, որ յուրաքանչյուր այց Արցախ մի նոր ծրագրի սկիզբ էր։ Իսկապես այդպես էր։ Ինչքան գալիս էինք, նույնիսկ ոչ միայն ես, այլ իմ ընկերները, որ ինձ հետ գալիս էին Արցախ, այնպես էինք անում, որ բոլորը մասնակցեին ինչ-որ ծրագրերի, տարբեր չափերի, բայց հիմնականում բոլորը մասնակցում էին։ Իսկ երբ եք առաջին անգամ զգացել, որ Արցախում ձեզ ընկալում են ոչ թե որպես գործարար, այլ որպես հենարան։ Ճիշտն ասած, Բակո Սահակյանի ժամանակ միշտ։ Ես հիմնականում այդ ժամանակահատվածում եմ կապ ունեցել Արցախի հետ եւ այդ ժամանակահատվածը եղել է հիմնական մեր, այսպես ասած, գործունեության ժամանակահատվածը։ Ես համահայկական հիմնադրամի հոգապարծուների խորհրդի անդամ էի եւ ամեն տարի ինձ թվում է ամենամեծ մասնակցությունը ունեի, բայց դա արվում էր ընդամենը մենք գումար էինք հատկացնում այդ բարեգործական ծրագրերի համար, որը մենք չէինք իրականացնում էր հիմնադրամը, բայց դրան զուգահեռ ես սկսեցի մեր ծրագրերը անմիջական իրականացնել, բայց հիմնադրամի մասով կարող եմ ասել, որ ինձ թվում է ես բոլոր տարիների ամենամեծ ներդրողն եմ եղել։